Բարձրաճաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատվեց։ Այժմ օրակարգի երրորդ հարցը հոգեկան առողջությունը որպես անտեսված իրավունք։ Զեկուցող Երևանի թիվ 134 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Սահակյան, համեցեք Օրիոր Սահակյան մինչև 10 րոպե։ Հարգելի ներկաներ, մեծարգո պարոն փոխքաղաքապետ, թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել ինձ այս կարևոր հավաքին մասնակցելու եւ խոսքս հղելու հնարավորության համար։ Ես Սահակյան Մանեն եմ, սովորում եմ Երևանի 134 հիմնական դպրոցում, հույս ունեմ, որ իմ զեկույցը փոքրիկ ներդրում կլինի մեր քաղաքի լուսավոր ապագայի կերտման գործում։ Խնդիր՝ հոգեկան առողջությունը որպես անտեսված իրավունք։ Վերջին տարիներին հասարակության տարբեր շերտերում, հատկապես դպրոցական միջավայրում, հոգեկան առողջության խնդիրները սկսել են ավելի նկատելի դառնալ։ Երեխաների եւ դեռահասների հոգեբանական վիճակն այսօր առավել խոցելի է, պայմանավորված կրթական համակարգի պահանջների, սոցցանցային ճնշումների, ընտանեկան խնդիրների եւ ինքնազարգացման բարդ գործընթացների միախառնությամբ։ Հատկապես դպրոցը, որ պետք է լինի ոչ միայն կրթության, այլևս զարգացման եւ ինքնահաստատման հարթակ, հաճախ դառնում է սթրեսի եւ հոգեկան անհանգստության հիմնական աղբյուրներից մեկը։ Նման վիճակն ունենում է լուրջ հետևանքներ, ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ ուսումնական առաջադիմության, ինքնագնահատականի եւ հարաբերությունների վրա։ Սակայն ինչպես ցույց են տալիս գործնական իրողությունները, մեր դպրոցներում դեռևս բացակայում են այնպիսի գործիքակազմեր, որոնք կօգնեն աշակերտին հաղթահարել հոգեբանական բարդությունները առանց ամոթի կամ դատապարտման զգացումի։ Դպրոցը շարունակում է գործել որպես հիմնականում գիտելիք հաղորդող կառույց, այլ ոչ թե ուսուցման հոգեբանական անվտանգ միջավայր։ Հոգեկան առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից է, այն պետք է լինի այնպես հասանելի ու պաշտպանված, ինչպես ֆիզիկական առողջությունը։ Երբ այս իրավունքը անտեսվում է, դպրոցը դադարում է լինել պաշտպանիչ միջավայր եւ աշակերտը մնում է միայնակ իր հույզերի ու խնդիրների հետ։ Իմ սեփական շրջապատում եւս այս խնդիրն ակնհայտ է, ունեմ մի շարք ընկերներ ու դասընկերներ, ովքեր տարբեր ժամանակներում հայտնվել են հոգեբանական ճնշման տակ։ Նրանց մեջ կային աշակերտներ, ովքեր վախենում էին ձախողվելուց, քննություններից, ուսուցիչների պահանջներից, երբեմն նույնիսկ համադասարանցիների գնահատականներից։ Սակայն ամենաանհանգստացնողն այն է, որ այդ երեխաների մեծ մասը նախընտրում է լռել, թաքցնել իրենց խնդիրները, վախենալով սխալ հասկացվելուց կամ ծաղրանքի արժանանալու վտանգից։ Որպես պարզօրինակ, դասընկերուհուս երկար ժամանակ չէր խոսում իր վատ ինքնազգացողության մասին, մինչև որ մի օր ուղղակի չէր եկել դպրոց։ Հետո պարզվեց, որ նա պարբերաբար տագնապային գրոհներ էր ունենում, բայց չէր համարձակվում դիմել ուսուցչուհուն կամ ծնողներին։ Դա ինձ մղեց ավելի խոր ծանոթանալու խնդրին։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային, հետևողական եւ մարդկային մոտեցում։ Առաջին հերթին առաջարկում եմ դպրոցներում ներդրել հոգեբանական ժամ, շաբաթական 1 դասաժամ, որը պետք է անցկացվի պրոֆեսիոնալ հոգեբանի կողմից։ Այս ժամերը չպետք է լինեն դասական ձևաչափով, այն պետք է ստեղծեն ազատ, անկաշկանդ մթնոլորտ, որտեղ երեխաները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, հույզերը, մտահոգությունները։ Այս միջոցառումը կարող է նպաստել ինքնազգացողության բարելավմանը, վստահության ձևավորմանը եւ դասարանի ներսում համերաշխ մթնոլորտի կայացմանը։ Բացի այդ, դպրոցում կարելի է ներդնել վստահության տուփեր, դրանք անանուն հաղորդակցությունների համար նախատեսված հատուկ արկղեր են, որոնց միջոցով աշակերտները կարող են ազատորեն արտահայտել իրենց խնդիրներն ու հույզերը առանց բացահայտվելու վախի։ Ավարտեցիք։ Ողջունել եք, դուք ոչ միայն խնդիրն եք բարձրացնում, այլ նաև լուծումներն եք առաջարկում, հարցեր զեկուցողին։ Կարող եք հերթագրվել։ Հարցեր չունեք։ Համեցեք դիքստավին։ Բարև ձեզ, նախ ներկայանամ, ես աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալն եմ, Տաթևնեմ Ստեփանյան, ով համակարգում է ոչ միայն, բայց այդ թվում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը։ Հարգելի Մանե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շատ կարևոր թեման բարձրաձայնելու համար, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, որ անգամ մեր իրողության մեջ ոչ բոլոր մեծահասակներն են կարող խոսել այս խնդիրների մասին, այնքան համակարգված, ինչքան ներկայացրեցիք դուք։ Հիմա ես հարց ունեմ նաև ձեզ, իսկ նկարագրեցիք համադասարանցու կամ ընկերուհու հետ կապված մի իրավիճակ։ Ինչ եք կարծում, այն կառուցակարգերը, որոնք հիմա առկա են դպրոցում, օրինակ հոգեբանի հաստիկ, որ նախատեսված է եւ այլն, կաշկանդող ինչ-որ մի բան կար, որ երեխան, ով ուներ խնդիրներ, չէր դիմել, օրինակ հենց դպրոցում նախատեսված հոգեբանի հաստիքում աշխատող մասնագետին։ Դե նախ անձամբ մեր դպրոցում չէին բարձրաձայնել, որ դպրոցում գոյություն ունի հոգեբան, չգիտեմ, հոգեբանական ինչ-որ հատուկ սենյակ, որտեղ կարող են երեխաները բացվել ու խոսել իրենց խնդիրների մասին։ Ես նախ կուզեի, որ դպրոցներում բարձրաձայնեն այդ ամենի մասին, բացի այդ, չգիտեմ, մթնոլորտը կարծում եմ, այն մթնոլորտը չէ, որտեղ կարող ես ազատ զգալ ու, չգիտեմ, ավելի ֆորմալ է։
Ես ուղղակի իրազեկեմ, հետո իմ խոսքում հնարավորություն կունենամ անդրադառնալ դրան, ամեն դեպքում ուղղակի տեղեկացված եղեք, որ եթե ես նաև հասկանում եմ, որ հնարավոր է որոշակի առումներով կաշկանդված լինեք հենց դպրոցում գործող հոգեբանին դիմելու կամ նույն հոգեբանի սենյակ գնալու, Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարությունը առնվազն Երևան համայնքում իր պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ ունի եւ մենք հետո շրջաբերականի միջոցով կամ չգիտեմ ինչ որ մի կերպ կտեղեկացնենք բոլոր դպրոցներին, որ դուք կարող եք նաև անվճար հոգեբանի կամ այլ հարբժշկական այդպիսի մասնագիտացում ունեցող խորհրդատվության արժության դեպքում դիմել այդ մասնագետներին, լավ, եւ կփոխանցեք ձեր բոլոր ընկերներին։ Մենք ունենք նման կենտրոն Աջափնյակ վարչական շրջանում, ունենք արտապատվիրակված ծառայություններ, տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք այդ ստանդարտ ձևաչափով երեխաներին, ծնողներին հնարավորություն են տալիս ծառայություններ ստանալ եւ դրանք անվճար են երեխաների համար։ Շնորհակալություն, ես մեկ հարց, բայց կարող եք պատասխանել, կարող է այս հարցը նաև ռետորական հնչել։ Հոգեբանի հաստիքից բացի ուսուցչի առաքելությունը նաև ինչ որտեղ հենց կայանում է նրանում, որպեսզի ինքն էլ ստանձնի այդ հոգեբանի դերը, եւ իմ հարցը կարող եք չպատասխանել իրականում, բայց եթե կուզեք կպատասխանեք, ամեն դեպքում ձեր ուսուցիչներից չկա որևէ մեկը, որին որ կարող էր ձեր ընկերուհին կամ դուք կամ մյուս ձեր ընկերներից դիմել ստանալու համար այդ աջակցությունը, անգամ եթե չգիտեք, որ կա հոգեբան։ Այո, իհարկե կան, իրականում հենց ուսուցիչը պիտի ձևավորի այդ ամեն ինչը ու մենք դպրոցում ունենք հիմնականում դասղեկներն են այդ հարցով զբաղվում, ստանձնում այդ պատասխանատվությունը, որ երեխաները հենց իրենց անձնական խնդիրներով նույնպես կիսվեն իրենց հետ։ Շատ լավ, այլ հարցեր։ Երևանի ավականու հարգելի անդամներ հարցեր չունեք։ Շնորհակալություն, քվեարկում ենք, մենք խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը, որպեսզի քվեարկություն իրականացնենք։ Քվեարկություն, ովքեր են կողմ զեկույցի ընդունմանը։ Հիմա դուք պետք է հաշվեք, քանի հոգի են։ Ես էլ եմ քվեարկում, թե այդպես ինքնագործունեությամբ եմ զբաղվում։ Երեխեք կողմը մի հաշվեք, կողմը միշտ շատ է լինում։ Կողմը ձեռքերին չասում, հետո դեմն ու ձեռը պատասխանում եք, տենց հեշտ է։ Այո, ճիշտ է ասում Տիկին Խաչատրյան։ Ովքեր են դեմ, ձեռնպա, 1, 2 ձեռնպա։ Ամեն դեպքում ընդունվեց զեկույցը։ 63 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպա։ Այժմ անցնում ենք օրակարգի 4-րդ հարցին։ Հայ աշակերտը որպես մշակութային կրթության դեսպան։ Զեկուցող Երևանի Վազգեն առաջինի անվան 168 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Շահբազյան, համեցեք օրիորդ Շահբազյան։